Պատանհայր Արման Սարոյանը ինչու է ձեզ այդքան ատում, ձեր վերաբերյալ ամենակեղտոտ հայտարարությունները, այսպես ասած, միայն նա է անում, ձեր հարաբերությունները ինչպիսին են եղել կաթողիկոսի հետ։ Եվ նա ձեզ վերագրվող հայտարարություններ է արել հարցազրույցներում, լրացնեմ, մասնավորապես ասել է, որ 18 թվականի նոր հայրապետ, նոր Հայաստան շարժումը որ կար, դուք մասնակցություն եք ունեցել դրա հետ, իրեն ասել եք արեք ինչ-որ գործողություններ անեն, կաթողիկոսը փոխվի, բացի այդ նաև ասում է, որ ինձ թվում է, արդեն գիտեմ ինչ եք ասելու։ Եվ այն տեսանյութ հայտնի, որ վերագրվում է ձեզ, նա ասում է, որ կաթողիկոսն է տարածել դա։ Գիտեք ինձ թվում է յուրաքանչյուր անձի թույլ տված արտահայտությունները բնորոշում են իրեն եւ ես լրացուցիչ ջանք չեմ գործադրի ինչ-որ մեկին բնորոշելու համար։ Հիմա դուք լսել եք ինչ է ասվել, ինչ է արվել, մարդու վարքագիծը, հանրային վարքագիծը տեսանելի է, դուք ինքներդ հետևություն արեք, ես ձեզ կմնամ որևէ գնահատական տալուց, առավել եւս երբեր մշակույթում ննջեցյալների մասին ոչինչ խոսելու անհրաժեշտություն չկա։ Բայց նա ննջեցյալ չէ։ Ննջեցյալները տարբեր են լինում։ Սերազանի հարցեր տամ, տեսեք Մայրաթորի դեմ Փաշինյանի գործողությունները, որ սկսվեցին, գործընթացը, հա, որը Փաշինյանը կոչում է բարենորոգում, ներողություն։ Եկեք քայլենք երեխեք, հենկո։ Հարցեր տամ, տեսեք, երբ Նիկոլ Փաշինյանի Մայրաթորի դեմ Փաշինյանի ծրագիրը սկսվեց, մարդիկ այսպիսի կանխատեսումներ ունեն, որ այսպես են ասում, որ եկեղեցու դեմ, հա, այս պայքարի, պատերազմի արդյունքը կլինի այն, որ Փաշինյանը կհաղթի, կաթողիկոսը կհեռանա եւ սա էլ կավարտվի այսպես Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, նկատի ունեմ, որ կաթողիկոսը կհեռանա կամ չգիտեմ գուցե կձերբակալեն եւ այլն։ Ձեր կանխատեսումներով կամ ձեր կարծիքով ինչով կավարտվի այս արժակատումը։ Դուք բացառում, դուք հնարավոր համարում եք, որ կաթողիկոսը կնահանջի եւ որպես հարցի հավելում էլի կհեռանա ի վերջո Բեհարանից։ Ի վերջո միջազգային փորձաքննությունները հաստատեցին, որ դա որևէ կապ չունի, բայց փաստացիստության իրավապահների համար դա նշանակություն չունի։ Ինչ եք կանխատեսում։ Սուփազան իմ հարցին կպատասխանեք ինչով կավարտվի վերջո։ Դա ձեր կանխատեսման։ Տեսեք, ես զերծ կմնայի հաղթանակ պարտություն եզրույթների օգտագործման այս դեպքում, այն ինչ որ կատարում է, սա ուղղակի խայտառակություն է, եւ սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ, պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են։ Եվ եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական համոզումի, կրոնական ինստիտուտի ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ինչ որ ոտնձգություն է կատարում եւ դա որոշակի հաջողություն է ունենում, դա հաղթանակ է, ես կարծում եմ դա խորապես պյուրոսյան հաղթանակ է։ Ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել։ Իսկ ինչ վերաբերում է հաստատակամությանը մեր եկեղեցականներին, ամենայն հայոց կաթողիկոսին, ես ասել եմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, որ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչին որ ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետ քայլ կատարվի եւ նահանջ կատարվի թե կաթողիկոսի կողմից եւ թե այն հոգեվոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտել են։ Բայց մտաբախություն չունեք, որ ընտրություններին, եթե իշխանությունը նորից վերընտրվի, իրենց դիրքերը կամրապնդվեն եւ ավելի այսպես հուշկու այս գործընթացները կիրականացնեն։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում կանխատեսել, հատկապես երևույթներ կա, որոնք հիշեցնում են այդ հիմա գարնանամուտ է, չէ, գարնանամուտին այս ձմեռային ցրտից արթնացած ճանճի շարժումները, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հիմա երբեմն իշխանությունների գործելավոճը ինձ դա է հիշեցնում։ Վարքագիծը որևէ տրամաբանության չի դիմանում։ Համենայն դեպս ես դժվարանում եմ գնահատել դա։ Ինչ է արվում, ինչի համար է արվում, ինչի վրա է վիճակը նետվում, դժվարանում եմ ասել։ Եվ Պոլսո հայոց պատրիարքը առաջարկել է կաթողիկոսին սինոդական կառույց ստեղծել, դրան ինչպես եք դուք մոտենում, արդյոք ընդունելի է ձեզ համար, որ կաթողիկոսին զուգահեռ նաև այդ խորհուրդը լինի։ Որ լինեն նաև Փաշինյանի միացած հոգևորականները այդ կազմում։ Տեսեք, յուրաքանչյուրը մեր եկեղեցականներից կարծիք դիրքորոշում է արտահայտում, Պոլսի պատրիարքն է, ինքն էլ ազատ է եղել իր դիրքորոշումը արտահայտել,
Այլ հարց է, որքանով դա ընկալելի է, ընդունելի է, թե ընդունելի չէ։ Այս իրավիճակի մեջ կարծում եմ, որ այդ չէր այն առաջարկը, որ պետք է հնչեցվեր։ Հիմա մենք բոլորովին այլ կացության մեջ ենք գտնվում եւ պետք է այդ կացությանը համարժեք արձագանքներ արվեն։ Տարօրինակ չէր, որ դրանից այդ հայտարարությունից որոշ ժամանակ առաջ բոլորովին այլ հայտարարություններ արել Պողոս Պատրիարքը եւ ասել էր, որ ընդունելի չէ իշխանությունների այդ ճնշումները եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ։ Ինչու դիրքորոշման նման փոփոխություն տեղի ունեցավ։ Բանալի բառը տարօրինակն էր։ Սրբազանը քանի որ դուք Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եք, Սահակ Սրբազանը նշել էր, որ հեղինակազրկված է Գերագույն հոգևոր խորհուրդը։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է եւ արդյոք այս հայտարարությունները հակաեկեղեցական արշավի շրջանակներում չեն տեղավորվում։ Գիտեք, հոգեբանության մեջ մի եզրույթ կա պրոյեկտում։ Յուրաքանչյուրը փորձում է կամ կարծում է, որ այն հոգեվիճակը, որը ինքը կրում է, դա համընդհանուր երևույթ է։ Հիմա ես կարծում եմ մենք այդ դեպքում գործ ունենք այդ հոգեբանական եզրույթի հետ։ Եթե հեղինակազրկվել է, ինքն է հոգևոր խորհրդի ատենապետը։ Կարող է ինքը այդպիսի զգացումներ ունի, ես այդպիսի զգացումներ չեմ ունեցել, ընդհակառակը այս ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի թե հեղինակությունը, թե վարկանիշը անհամեմատ ավելի բարձր է։ Բայց այն